Հայաստանյան ձմեռները ժամանակ առ ժամանակ այնքան խստաշունչ են լինում, որ ձնածածկույթը հնարավորություններ է ստեղծում դիտարժան ու լարված մրցարշավներ կազմակերպել։ Իսկ այս անգամ կազմակերպիչի դերում հանդես է գալիս Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, որը վերջերս դարձել է միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի լիիրավ անդամ։ Նախորդ տարի Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, իդեմ նախագահ Արսեն Մանուկյանի, բազմաթիվ միջոցառումներ ու մրցարշավներ է կազմակերպել։ Այս անգամ այդ միջոցառումներին ավելացել է Trophy Sprint մրցարշավը, որն անցկացվում է Ազատի ջրամբարի տարածքում։ Մինչ կսկսվեր մրցարշավը, ցավալի դեպք տեղի ունեցավ դեռևս չառանձնացված մրցուղու տարածքից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թմբի վրա։ Հանդիսատեսներից մեկը որոշել էր փորձել իր եւ իր ամենագնացի ուժերը, բարձրանալով բլրակը։ Ցավոք, բլրակի վրա ամենագնացը կորցրել էր կառավարումը եւ գլորվել լանջն ի վար։ Ավտոդրայվի ստեղծագործական կազմը արտահայտում է իր ցավակցությունը զոհված Արմանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին, նրա անժամանակ կյանքից հեռանալու կապակցությամբ։ Հորդորում ենք, ովքեր ներկա են գտնվում հայկական մրցարշավներին, պահպանել անվտանգության կանոնները, հաշվի առնել, որ մրցարշավի համար մրցուղին կազմում են արհեստավարժ մրցավարներն ու կազմակերպիչները։ Բացի այդ, բոլոր մասնակիցներն ունեն պաշտպանիչ սաղավարտ եւ ամրագոտիներ, այնպես որ մրցուղու վրա շատ ավելի անվտանգ է։ Միջոցառումը սկսում ենք, այսօրվա մեր գլխավոր հովանավորն է Խանդո ապրանքանիշով ընկերությունը, որի համար շատ շնորհակալություն ենք հայտնում այս գեղեցիկ միջոցառումը հովանավորել եւ կազմակերպելու համար։ Շնորհակալություն բոլոր նաեւ աջակիցներին։ Խանդո, խնդրում եմ բոլորդ ուշադրություն դարձրեք այս ապրանքանիշին, որը ունի նաեւ անուշաբույր հոտ։ Ահա եւ սկսվում են մրցելույթները։ Իսկ առաջին դասը, որի մասնակիցները պետք է չափեն իրենց ուժերը բարդ ու հետաքրքիր մրցուղու վրա, բագիներն են։ Բավական արագընթաց, հզոր եւ ճկուն ամենագնացներ, որոնք լավագույն որակներ ունեն տարբեր արտաճանապարհային իրավիճակներ հաղթահարելու համար։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Քեշուա Արմենիան, Արզնիկատ ընկերությունը, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Բլից Մոթորսը։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Բագիների դասում գրանցված մասնակիցները 3-ն են՝ Վարդան Մովսիսյան, համար 01, Հայկ Վարդանյան, համար 02, Կարեն Մկրտչյան, համար 05։ Բագիները իրենց ցածր ծանրության կենտրոնի եւ թեթև քաշի շնորհիվ շատ ավելի մանևրային են, բայց այնուամենայնիվ նրանք էլ կարող են դուրս գալ կառավարումից, հնձելով իրենց առջև հայտնված նշաձողերը կամ բաժանարար անվադողը։ Գնա! Բագիների դասն ավարտում է մրցելույթները։
Հերթը ամենագնացներինն է, որոնք բաժանվել են 3 դասի։ A2 դասում գրանցված մասնակիցներն են. Արտաշես Ստեփանյան, համար 01, Աբրահամ Աշվյան, համար 02։ Մրցաշավի բնույթից ելնելով մեկնարկը կատարվում է 1 րոպե պարբերությամբ։ Իսկ դասում գրանցված ամենագնացները պետք է ունենան մինչև 2.5 լիտր ծավալով շարժիչ, մինչև 31 դյույմ անիվներ և չունենան թափքի ու ընթացքի համակարգի փոփոխություններ։ Առաջինը կռու, գնա։ Մրցուղին, որն ունի մոտ 1.5 կիլոմետր երկարություն, կազմված է արագընթաց հատվածներից, որոնք մեծ դինամիկա են հաղորդում մրցարշավին։ Կարեն Սարգսյան, համար 03։ Շրջադարձերին մրցուղու ծածկույթը ստիպում է կողասահք կատարել։ Անձնակազմերը կատարում են 5 պտույտ և ամեն պտույտի ավարտին հաղորդում են իրենց մեկնարկային համարը։ Մացակ Սուքյասյան, համար 04։ Գնա։ Ֆինիշ։ Մտի ֆինիշ։ Արիես։ Ուտարա։ Մտի ֆինիշ։ Գնա։ Ցավալիորեն ամենագնացներից մեկը խնդիր ունի և կանգ է առել մրցուղու մի հատվածում։ Եվ որոշ ժամանակ կորցնելուց հետո շարունակում է մրցարշավը։
Ժամանակն է մեկնարկել B դասի մրցելույթները։ Եվ մրցուղու վրա է առաջին անձնակազմը։ B դասում գրանցված է 8 մասնակից։ Ռաֆիկ Բաբայան, համար 01, Գևորգ Հակոբյան, համար 02, Կոնստանտին Արզականյան, համար 03, Գարիկ Սաֆարյան, համար 04, Նորիկ Ղազարյան, համար 05, Կարեն Դավթյան, համար 07, Կամո Մարտիրոսյան, համար 08, Վիկտոր Կոմիսարով, համար 08,